Ողջույն Մեդինֆո հաղորդման շրջանակներում այսօր խոսելու ենք արգանդի վզիկի քաղցկեղի մասին։ Այդ պատճառով մեր տաղավարում հյուրընկալել ենք Նաիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի օնկոգինեկոլոգիական ամբիոնի դոցենտ Արտեմ Ստեփանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ եմ։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Մենք եք շնորհակալ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Ստեփանյան, այսօր շատ հետաքրքիր եւ կարեւոր մի հիվանդության մասին ենք խոսքելու, արգանդի վզիկի քաղցկեղի մասին։ Սկզբում հասկանանք ինչ է իրենից այն ներկայացնում եւ ինչպես է առաջանում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, որովհետեւ արգանդի վզիկի քաղցկեղը առանձնանում է շատ ու շատ մյուս քաղցկեղներից, ինչով որ նա ունի ինֆեկցիոն հարուցիչ։ Մենք գիտենք, որ քաղցկեղների մեծ մասը գենետիկ մուտացիաների ֆոնի վրա են առաջանում։ Կրծքագեղձի քաղցկեղը ունի վիրուսային հարուցիչ, այսինքն դա վիրուսային հիվանդություն է, հիմքում ընկած է պապիլոմա վիրուսը։ Իսկ հաղթահարման համար պատվաստումները օգնում են ախարգելը։ Այո, հենց հաշվի առնելով այդ հանգամանքը կա մի այսպիսի կարծիք, որ արգանդի վզիկի քաղցկեղը ամբողջությամբ կարելի է աշխարհի երեսից վերացնել։ Մենք գիտենք, որ կան հիվանդություններ, ոնց որ ժանդախտը, պոլիոմիելիտը, որոնք որ պատվաստումների միջոցով ընդհանրապես վերացել են, նրանք գոյություն չունեն, այլ տեսականորեն արգանդի վզիկի քաղցկեղը կարելի է ուղղակի պատվաստումներով այնպես անել, որ ընդհանրապես այդպիսի հիվանդություն չլինի։ Իսկ ռիսկի խմբում հիմնականում ովքեր են գտնվում, որ տարիքի կանայք։ Ռիսկը սկսվում է այն պահից, երբ որ կինը սկսում է սեռական կյանքով ապրել, քանի որ վիրուսը տարածվում է սեռական ճանապարհով, դրա համար միջին տարիքը համարվում է 18-ից 20 տարեկան, երբ որ դրանով վարակվում են։ Պիկ հասնում է 35-ից 45 տարեկան կանանց։ Իսկ կարող ենք ասել, որ այս խնդիրը նաև ունի ժառանգական բնույթ, թե բացառենք այս խնդիրը։ Իսկ առաջին ախտանշանները, որ մարդը կարող է հասկանալ, որ իր մոտ արդեն սկսվում է նման խնդիր, ինչ ախտանիշներով է արտահայտվում։ Արգանդի վզիկի քաղցկեղը ունի ախտանիշ, որը որ կոչվում է պոստկոիտալ արյունահոսություն, այսինքն ինձ կյանքով կինը որ ապրում է, այդ ակտից հետո կարող է լինի արյուն։ Կամ այսպես մսաջրի նման արտադրություններ, բայց դրանք սկզբնական փուլում չեն առաջանում, դրանք առաջանում են առաջի B, երկրորդ, երրորդ, չորրորդ փուլում արդեն, այնպես որ ես խորհուրդ չէի տա այդ ախտանիշների վրա հիմնվել։ Իսկ երբ որ դիմում են, երբ որ արդեն կա խնդիր, ինչ հիմնական ախտորոշում է իրականացվում, ինչ հետազոտություններ են իրականացվում։ Դե քանի որ տեսեք, վարակվելու պահից վիրուսը անցնում է փուլեր, այսինքն վարակվելու պահից մինչև քաղցկեղ զարգանալը միջինում 10 տարի է տևում։ Պրոցեսը տևում է 10 տարի։ Սկզբնական փուլերում դա լինում է նախաքաղցկեղ, որը շատ հեշտ բուժվում է, այսինքն են կանայք, որոնք տարին մեկ անգամ արգանդի վզիկից փափկսուկ են հանձնում, պապիլոմա վիրուս են հանձնում, այդ վիրուսի անալիզն են հանձնում, նրանք համարյա թե երաշխավորված այդ քաղցկեղը չեն ունենա, որովհետև նա նախաքաղցկեղի փուլում կարելի է վերացնել։ Բայց եթե քաղցկեղը արդեն կա, այնտեղ բիոպսիա են վերցնում, մագնետիկ ռեզոնանս տոմոգրաֆիա են անում, կոմպյուտերային տոմոգրաֆիա են անում, որպեսզի որոշեն քաղցկեղի փուլը եւ փուլից ելնելով կազմակերպեն արդեն այդ քաղցկեղի բուժումը։ Իսկ բուժումը հիմնականում վիրահատական միջամտությամբ է ընթանում, թե նաեւ դեղորայքային բուժում հնարավոր է։ Առաջի փուլում տեսեք, վիրաբուժությունը եւ դեղորայքային բուժումը դա տես թուրք կարծիք կա, որ մեկը մյուսին փոխարինող մեթոդներ են, տես չի լինում։ Անցից ամեն մեկը իր տեղը ունի։ Երբեք չես կարող վիրահատությունը փոխարինել դեղով կամ դեղը վիրահատությունով։ Առաջին փուլում այո, վիրահատական է բուժումը։ Եթե դեպքը ուշացված է, բուժումը արդեն ճառագայթային եւ քիմիոթերապիա է դեղորայքային։ Նաև շատ հետաքրքրող հարց է, երբ որ կատարվում է վիրահատություն, ինչ վիրահատությունը ամբողջովին արգանդը հեռացվում է։
Եթե քաղցկեղը կա եւ եթե դա գոյություն ունի, ցանկալի է արգանդը հեռացնել եւ արգանդի շուրջը գտնվող բոլոր հյուսվածքները, որտեղ որ այդ քաղցկեղի բջիջները կարող լինեն։ Քանի որ քաղցկեղը չարվարակ ուռուցքը երբեք միտեղ չի լինում, նա իր շուրջը այսպես բջիջներ է թողնում, որը դու կարող ես աչքով չտեսնես, դրանք մնան, հետո ուռուցքը կրկնվի։ Համար ցանկալի է արգանդի վզիկի շուրջը այն հյուսվածքները, որտեղ պոտենցիալ այդ բջիջները կարող լինեն եւ հետագայում նոր ուռուցք դառնան, հեռացնել։ Իսկ վիրահատությունից հետո ինչպես է հատկապես փոխվում կանանց վերարտադրողական շրջանը, կարող են կրկին պլանավորել հղիություն, ինչ ընթացքով է արդեն ընթանում այդ ամեն ինչը։ Դե արգանդը հեռացնելուց հետո, եթե ծվարանները պահպանվում են, կինը կարող է սուրոգատ մայրով ունենալ։ Իսկ հետվիրահատական շրջանը ինչպես է ընթանում, եթե ամբողջովին հեռացման բարդություններ առաջանում են, ինչ հիմնական բարդություններ են առաջանում։ Լինում են, որովհետև արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ բավականին ծավալուն վիրահատություն է արվում, դա ոչ թե պարզ արգանդի հեռացում է, այլ դրա շուրջը գտնվող հյուսվածքների հեռացնելու համար բժիշկը պետք է աշխատի միզապարկի վրա, միզածորանների վրա, խոշորանոթների վրա եւ ընդհանրապես այսպիսի օրենք կա, որ մարդու օրգանիզմի մեջ, եթե վիրաբույժի ինչ-որ մի օրգանի շուրջը աշխատում եւ դրա շուրջը մաքրում է հյուսվածքները, բնականն է այդ օրգանը կարող նեղանա եւ սկսի վատ աշխատել։ Դա վերաբերում է թե միզապարկին, թե անոթներին, թե միզածորաններին, թե ներվերին։ Քիչ, բայց խնդիրներ իհարկե առաջացնում են։ Ընդհանրապես ցանկացած բժշկական միջամտություն ինքը կարող է առաջացնել խնդիրներ։ Եվ ասեմ ավել, որ դրանց ասում են side effect, հա, կողմնակի էֆեկտներ, այսօրվա օրով ամենաքիչ կողմնակի էֆեկտները առաջացնում են վիրահատությունները, իսկ ամենաշատ կողմնակի էֆեկտները առաջացնում են դեղերը։ Իսկ կարող ենք համարել, որ վիրահատությունը լիովին խնդրի վերջնական բուժում է տալիս։ Ոչ միշտ, որովհետև եթե խոսքը գնում է չարվորակ ուռուցքի մասին, լիովին 100%-անոց բուժում երբեք չի ասվում։ Մի պարզ պատճառով, որ այդ հիվանդության մասին մարդկությունը ավելի շատ չգիտի, քան գիտի։ Ուրիշ բան, որ բժիշկը կարող է այս կամ այն հավանականությամբ տոկոսային, այսինքն եթե դա սկզբնական փուլում է, բուժման արդյունքները տատանվում են 80-ից 90%։ Եթե ոչ, դրանք իջնում են կամաց 70, 60, 50, 30 եւ այլն, դա կախված է երկու բանից՝ ինչքանով է դեպքը ուշացված եւ ինչքանով է ուռուցքը ագրեսիվ։ Իսկ վերջին տարիներին ինչ եք նկատում մեր երկրում, որքանով է այս խնդիրը զարգացել է, աճել է, թե ավելի գնալով նվազել է։ Նու մեր երկրի ստատիստիկան ես դժվարանում եմ ասել, բայց այն երկրներում, որտեղ այդ մեխանիզմները աշխատում են, հաշվառման, զարգացած երկրներում այս հիվանդությունը քիչ է հանդիպում։ Ես ունեմ տվյալներ Շվեյցարիայից, Նորվեգիայից, այնտեղ համարյա այդ ուռուցքը չի հանդիպում, կամ Արևմտյան Եվրոպայում շատ քիչ է հանդիպում։ Նույն Գերմանիայում արգանդի վզիկի քաղցկեղ, եթե հանդիպում է, հիմնականում միգրանտների մոտ է հանդիպում, որոնք որ այդ ռեգուլյար հետազոտությունները չեն անցնում։ Իսկ այն կանանց մոտ, ովքեր պատվաստվել են, նրանց մոտ ընդհանրապես այդ քաղցկեղը չի հանդիպում, իսկ շատ երկրներում այդ պատվաստման մեխանիզմները սկսել են շատ ավելի վաղուց եւ արդեն այդ պատվաստված սերունդը եկե հասել է այդ 35-40 տարեկանին եւ նրանց մոտ այդ քաղցկեղը չի հանդիպում ուղղակի։ Այո, նշեցիք զարգացած երկրներում հիմնական որ պատվաստումները էլ ավելի շատ են անում, այդ պատճառով չի հանդիպում։ Մեր երկրում միայն դրանով է ավել որ պատվաստումները ավելի քիչ են անում, դրա համար է ավելի զարգացած, թե այլ պատճառներ կան։ Դա բազմազան պատճառներ են, առաջինը դա որ մեր ժողովուրդը չի սիրում այդ պատվաստումները, չգիտես ինչի, եւ քիչ են անում եւ դե կանանց այն մասը ովքեր որ բարբերաբար ստուգվում են, նրանց մոտ այդ քաղցկեղը չի հանդիպում։
հիմնականում հանդիպում է այն կանանց մոտ, ովքեր որ չեն սիրում բժշկի գնալ։ Մեկ ինձ մոտ գալիս են տենց կանայք, ասում են, ես զարմանում եմ, այնքան առողջ եմ, կյանքում բժշկի չեմ գնացել, եւ իրանց մոտ էլ հենց ավելի շատ հանդիպում է ընդ որում ուշացված փուլերում։ Իսկ եթե չկա խնդիր, որքան ժամանակ մեկ է անհրաժեշտ դիմել գինեկոլոգիական հետազոտությունների։ Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այդ տեստերը հանձնել, կամ առնվազն գոնե 3 տարի մեկ անգամ իմաստ ունի, քանի կոնկրետ արգանդի վզիկի համար, քանի որ վիրուսից վարակվելուց մինչև քաղցկեղ զարգանելը, եմ ասում, 5-ից 10 տարի անցնում, եթե 3 տարին մեկ այդ տեստերը հանձնի կինը, ապա այդ հիվանդությունը նույնիսկ եթե կա, նա նախաքաղցկեղի փուլում կարելի հայտնաբերել մի փոքրիկ վիրահատությունով, շատ փոքրիկ միջամտությունով դեմը առնել։ Եթե ոչ, ապա արդեն նա դառնում է քաղցկեղ, տարածվում է օրգանիզմով եւ արդեն այդ մարդուն կամ հնարավոր չի օգնել, կամ շատ դժվար է օգնել արդեն։ Իսկ երբ որ խոսում ենք պատվաստումների մասին, պատվաստումները փոքր տարիքից է անհրաժեշտ անել, թե կա հատուկ 12-ից 14 տարեկանում։ Ընդ որում եւ տղաներին եւ աղջիկներին, քանի որ վիրուսը եւ տղաների մոտ է լինում եւ աղջիկների։ Պարոն Ստեփանյան, մեր զրույցը ամփոփելով ինչ խորհուրդ կտաք կանանց, երիտասարդ աղջիկներին, նմանատիպ խնդիրներից խուսափելու համար ինչ քայլեր անեն, բացի պատվաստումներից, որ նշեցինք շատ կարևոր է։ Դա այնքան ծեծված բան է, տարին մեկ անգամ ստուգվել ուրիշ ոչ մի բան։ Հարգելիներս հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Նաիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի օնկոգինեկոլոգիական ամբիոնի դոցենտ Արտեմ Ստեփանյանի հետ։ Եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք